երաշխավորը Ադրբեջանն է։ Դուք պատկերացնում եք, իմ տնից որ ասում սպառնալիքով իմ հարազատների մորթելով, իմ եղբայրս գտնվում է Բաքվի բանտում, այդ թշնամու բանտում, ինքը նրան անվանում է մեր անվտանգության երաշխավորը այսօրվա պարագայում։ Հենց մի հատ հասկանաք, այս անվտանգության երաշխավորը, որ երկու պետություն իրար մեջ անվտանգության, ումից եք անվտանգության այդ բանանում երաշխավորում։ Բանից, Իրանից, Վրաստանից, թե կարող է Թուրքիայից Ադրբեջանի հետ անվտանգությունը երաշխավորում, որ Թուրքիան ինչ որ հարձակվի, Ադրբեջանը գալու է մեզ պաշտպանի։ Այդ անվտանգության այդ թեզը, որ ասում է երաշխավոր Ադրբեջանը, մի հատ բացահայտեք ժողովրդին, որ իմաստով է։ Եթե մի բառը գնում է անվտանգության հետ կապված, ուրեմն ինչ որ վտանգների հետ կապված է, չէ՞ անվտանգություն հասկացողությունը։ Հիմա այլեն, եթե դու մեզ բան ես ասում անվտանգության հետ կապված, մի հատ բացատրի տենակ այդ անվտանգությունը, որ ասում ես ումից է անվտանգությունը, ումից սպառնալիքներ է։ Մեր պատմական թշնամին Թուրքն է, մեր պատմական թշնամին Ադրբեջանն է։ Ինչ անվտանգության մասին եք երաշխավորը խոսքի անվանում։ Ուրեմն լիովին դու ընդունում ես, որ սա թուրքացման, այս երկիրն էլ եք թուրքացնելու, գնալու եք էլի նույն ծրագրերը իրականացնելու, ոնց որ Ադրբեջանն է, կամ էլ Թուրքիան է ձեր դեմը դնում, կամ էլ այդ բանակցությունների ընթացքում, այդ խոսակցությունների ընթացքում, այդ փաստաթղթերը, որ դուք լրացնում եք, կամ էլ ինչ որ պահանջի ձևակերպում, կամ ինչ որ համաձայնության ձեռք բերելու, դուք նկատել եք, որ Ադրբեջանը կամ Թուրքիան իր սկզբունքներից չի շեղվում։ Ինչ եք դուք արել, որ Ադրբեջանը իր սահմանադրության մեջ փոփոխություն անի։ Ինչ եք արել, դե որ Ադրբեջանը իր տարածքային ինչ որ իր ինչ որ տարածքային մասում նվաճել կամ բան գնան, զիջումների գնան։ Ինչ եք արել, այդ ո՞րն է այդ հաղթանակը, այդ ո՞րն է այդ հաղթանակի անունը։ Հաղթանակ չունեք դուք, դրա համար դրան էլ անուն չունի։ Հաղթանակը պիտի տանես, որ անուն ունենա։ Հիմա այսօր բերել եք այդ խոսույթը գցել ընդհանուր Ադրբեջանը հայկական սենց բանի մեջ, բայց դուք ժողովրդի տեղը որոշումներ եք կայացնում, որ դու ընդհանրապես ժողովրդի ճակատագրի հետ եք խաղում։ Այսօրվա իրավիճակում դու ինչ գործ կարաս անես Ադրբեջանի ստիպելով, կամ էլ Ադրբեջանին համոզելով, կամ էլ ինչ որ մենակ կարաս ոտներ ընկես, աղաչես, խնդրես ձեր պահվածքով, որովհետև դուք այդ ձեր դերակատարությունով հասել եք այդ զրոյական բանին, աստիճանին։ Հիմի ժողովուրդ նորից եմ ասում, մենք այսօր այս իրավիճակում ինչ ենք ուզում, ինքներս մենք ինչ ենք ուզում։ Մենք Թուրքից ենք վախում, թե պատերազմից։ Սրանք որ առավոտի ցիրիկուն ասում են, կամ ընդունեք թուրքերին, կամ պատերազմ լինելու, ուրիշ բառակապակցություն ստեղ թող չմտածեն։ Կամ ասում է թողան, ցեզ ինչ ուզում են անեն, կամ պատերազմ լինելու։ Հիմի պատերազմը ինչի համար է լինում։ Պատերազմ որ մարդ գնում է ինչի համար է գնում։ Հայրենիքը պահելու համար, ընտանիքը պահելու համար, սրբությունները պահելու համար, իր կրոնական պատկանելությունը պահելու համար, այո, էլի չի համար է պատերազմ լինում։ Գիտակցաբար հասկացեք, պատերազմը ինչի համար է լինում, եթե հարձակվողը դու չես, քո վրա են հարձակվում, դու պաշտպանվողն ես։ Ինչ սպառնալիք պիտի մեր այսօրվա իրավիճակում լինի այդ պատերազմի հետ կապված։ Ուրեմն կամ կրոնից են ուզում մեզ բանան զրկեն, կամ մեր հողից են էլ ուզում մեզ զրկեն, կամ մեր հայ լինելուց են ուզում ոտ, կամ էլ մերոց երեխոսն են ուզում ոչնչացնել։ Ուրիշ ինչ սպառնալիք ստեղ կա։ Թող բացատրեն։ Մենք հանգիստ մեր համար, որ ասում է զարգացնելն այս մեկը խի է սպառնալիք պատերազմով սպառնում, որովհետև Ադրբեջանի պահանջներ ունի, որ սրանք պիտի իրականություն դարձնեն։ Իրականություն որ չդարձնեն, ասում Ադրբեջանը պատերազմ է հայտարարելու։ Օրն էլ ժամն էլ ասում են, որ ասում մենք չընտրվենք, այդ իմաստով որ ասում պատերազմ անելու, սա իրենք են ուզում իրենց արդարացնեն, իրենց ինչ որ գործողության իրականացման փրկության կամ էլ զարգացման։ Ինչ անկախության մասին ես խոսում, արա, առավոտի ցիրիկուն անկախություն ես ձեռք բերել, բայց ասում ես պատերազմ է լինելու։ Անկախություն ձեռք բերողը սրիկա պատերազմ կլինի դրանից հետո։ Բա ինչի իման վրա ես պատերազմ հայտարարում կամ ժողովրդի ասում որ պատերազմ է լինելու։ Պատերազմը եղել այդ պատերազմի դաշտում դուք ես խայտարակ պարտություն ես կրել որպես ղեկավար։ Հիմի հանրությունը ժողովրդի որ ասում իրենց մտածելակերպ ուզում եք ամեն ձևի շփոթեք, որ իրաց ազգային պատկանելության, կրոնական պատկանելությունից էլ խփան անեն, որ ասում հրաժարվեն։
չի լինելու, չի ստացվելու։ Հանրությունը այսօրվա պարագայում թե Արցախայությունն է, մենք ունենք անելիքներ վաղվա օրվա համար։ Դա մեր միասնական հայ ազգի հետ միասին հոզորանալ մեր երկիրը, մայր Հայաստանը հոզորանալուց հետո մենք գնալու ենք Արցախին, մայր Հայաստանի զավակի հետ վերադարձին, վերականգնելու հայկականը, ինչ կա բառացիորեն այսպես պիտի խոսենք, չպիտի խաբենք մեկը մյուսից կամ իքներիդ են մեզ խաբելով չի կարելի տենց։ Դավիթը շարունակում է փակված մնալ եւ ծանր վիճակում հիվանդանոցում խնդրեմ։ Այդ իրավիճակի հետ լավ հիշեցրեցիք, էլի անդրադառնալով, քո ուժը, ձեր ուժը, այդ տենց այդ երեխոց վրա է պատում։ Ուրիշ ոչ մի բան չեք կարող անեք։ Այդ երեխոցը, որ ասում սարքել եք մի հատ ձեր համար ոնց հաճույք եք ստանում, հա? Արա մոտակ դրա համար եք պատասխան տալու։ Բոլորիդ էլ երեխեք ունեք, ձեզ ամեն մեկիդ երեխեք ունեք։ Անդրանիկ Քոչարյան, այն տղուց, որ ասում եք, քո տղուց որ խոսում ես, մի երկու բերանել են տղու մախսին խոսա։ Ինչ արես նա որ քո համար, ձեր համար դարավ սպառնալիք կամ ձեր համար դուք ձեր դրսևորումով կրկնապատիկ խայտարակեցիք ձեզ։ Հիմա մեր ժողովրդին անգամ եմ անդրադարձել։ Այն երեխան, այն իրավիճակում, ամեն մեկից երեխան կարող է այդ իրավիճակում հայտնվի։ Մենք ինչ եք մեզանից դրսևորում, ո՞նց ենք դրսևորում, ո՞նց ենք պայքարում։ Ամեն մեկս մեր համար, գա մեկը մեր դուրուցեցի, այն ժամանակ դուրս գաք, մեր երեխուն բռնել, այն ժամանակ դուրս գաք, խոսենք։ Չի կարելի, աննորմալ մթնոլորտ եք ձևակերպում։ Իրար նկատմամբ որպես հայ ազգ չի կարելի տենց։ Ամեն մեկի համար հաշվեք զինվորը, հաշվեք որ ասма, այս ձևի եք բանը վերաբերվելու ամեն մի իրավիճակում։ Շարունակում է պտտել մարզերով, ուտում է ինչ պատահի, Նիկոլը մի հատ էլ ասում է բոմժ են դարձնել միլիարդերներին, դե սպառնում է, ամեն չի թողում։ Բա երկիրը ուզում զարգացնի, մարդկանց սպառնում է բոմժ դարձնել, էլ ինչ բոմժ դառնա, ժողովուրդն էլ էլա մի քիչ ամնացել էսա, միանգամից էնա 150,000 հայությունը բանից Արցախից տեղահանված, իրենց մատուցած, իրենց էլ որ ասում այդ սրիկա մոտեցումներով, որոշումներով եկել դարել են բոմժ, ուրիշ իրավիճակ ոնց կարանք անեք, այս բոմժի իրավիճակում, որ մեզ որպես հայ, որպես որ ասում էդ էլ չեն ընդունում, Արցախայությունը ստեղ հայ լինելու համար էլ է պայքարում, պիտի ապացուցի, որ ազնագիր ստանա, որ իրան ընդունեն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, դուք պատկերացնում եք Արցախահայը տեղահանված Հայաստանի տարածքի մի մասից եկած ստեղ տեղում պիտի գնանք այդ տարբեր բաներում այդ մասնաճյուղերը թե ինչա, ապացուցենք, որ մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի ենք, որ դրանից հետո այդ մարդկանց կամ ինչ որ կարգավիճակա կամ ինչ որ հնարավորություններ փոխել, էդ էլ է սուտ ասում, էդ էլ է խափում։ Ահագի մարդիկ էլ գնացին ստիպված փոխեցին իրենց ազնագրերը, բայց էլի ոչ մի բան չփոխվեց, էլի նույն իրավիճակում էլ հայտնվեցին։ Տո չորանա, որ ասում այն ոտդ, որ եկար իշխանության, չորանային լեզուդ, որ ասեցիր Արցախը Ադրբեջանի մասա, չորանային ձեռդ, որ ստորագրեցիր այդ թուղթը, այդ դու ես ստորագրել Արցախի, որ ասում բանը, լուծարումը, որովհետև սկզբնական շրջանում այդ պատերազմի ընթացքում թե այդ ժամանակահատվածում ով այդ բոլորը թղթերի տակ ստորագրությունները բանանում դնում ում հետ ես բանակցել, որ Արցախի ժողովրդի հետ դու իրաց բանը հարցրել ես, որ դու ստորագրությունները դրել ես, որ եկել արդեն ծայրահեղ իրավիճակում, արդեն բլոկադայի մեջ ժողովուրդը արդեն որ ասում սովից մեռնելով, ստեղից արդեն ասում եք, դե կռվեիք կամ պահեիք, բան նիգաձայներ, որ կռվել պահելով, խեք չիտները կողել այդ հարցի մեջ, խեք գնացել տարբեր տեղեր բանակցելով, խեք գնացել Ալիևի հետ ժողովրդի անունից խոսալով, եթե գիտեիր, որ վերջում տենց ես ասելու, այդ դրա համար եմ ասում, ամեն ինչի պատասխան եք տալու, Արցախայությունի, սաղ աշխարհի հայության առաջ պատասխան եք տալու, որովհետև այս իրավիճակում շարունակելով ամեն մի հայի ասպառնում իմի այսօրվա իրավիճակը Արցախայության իրավիճակում հայտնվելու։ Ես վստահ բան եմ ասում, ամեն մի հայի այսօր սպառնում է Արցախայության իրավիճակում հայտնվելը, որովհետև ժողովուրդը սրա նման ղեկավարների որոշման հիման վրա են զոհ դարել։ Նույնն էլ Արցախայության մեջտեղ ղեկավարության մեջ գտնվող մի քանի սրիկաներ սրանց հետ համագործակցելով մեր ժողովրդին էլ տեղում են խաբել, դեղել են խաբել, ժողովուրդը այդ հավատքը, այդ հավատալը գնացել ամեն մի որոշման մի քայլերի։ Դրա համար այս կարգավիճակը, որ հիմի օրեցօր նախընտրական այս քարոզարշավները որ տեսնում եմ, սա ինչ քարոզարշավ, ինչ նախընտրական, ինչ սա իրենց փրկության, իրենց, որ ասում եմ, իրենց բան ճակատագրի, դաժան ճակատագրի բան կարգավիճակում տեսնում են, որ եթե չվերընտրվեն, իրենց ինչա սպասում, որովհետև այսօր իրենք ինչ անում են, չանում են,
ի պաշտոնե են անում, ուրիշ հնարավորություն իրենք չունեն։ Ուրիշ հնարավորություն իրենք չունեն, մենակ ի պաշտոնե են իրենք ամեն քայլ աման բան դրա այդ շրջանակում են բանանում, կատարում։ Հիմա մեր ընտրությունը, հանրություն, ժողովուրդ, ում եք ընտրելու, ում եք ուզում ընտրեք, բայց սրան նմանների մեզ ո՞նց կարանք ընտրենք, ժողովուրդ ջան։ Ինչի համար, որպես ինչ ընտրենք, ասեք, նորից տարենք խայտարակեն, նորից տարեն մեզ զոհաբերեն, նորից տարեն խոստումներից ո՞րն են իրենք այդ խոստումները իրականացրել։ Բացի այդ խոստումներից այսօրվա իրավիճակում հարաբերություններ ձեռք բերելու համար ավելացնում է տարբեր երկրների նկատմամբ թշնամանքը։ Այսօր վերցնենք մի հատ Ռուսաստանի հետ կապված այդ մթնոլորտը, որ ձևակերպել է։ Գնացել է դե խոսում է, գնացել է դե ինչ-որ բաներից է խոսում, որ էլի իրանից չի կախված։ Ինքը դրսի խոսույթն է, տարբեր երկրների ղեկավարների խոստումների խոսույթն է բերում, գնում նստում, դու քեզանից որպես ղեկավար տիրապետելով քո երկրում ինչ է կատարում, թե տնտեսության զարգացման հետ կապված է, թե ժողովրդի կարգավիճակի հետ կապված է, դու չես կարող մի հատ հասկանաս, որ քո միտքը որ ձևակերպում ես, կամ բառը օգտագործում ես, իմանալով որ վաղ էլ ժողովուրդ են հայտնվելու ցաներ իրավիճակում։ Հա գրացեք, ստեղծեք, արեք մի հատ մթնոլորտ ձևակերպեք, Եվրոպա, Ամերիկա բերստեղ թող միլիարդերանի ժողովուրդը հարուստ ապրի, այն ժամանակ այդ լեզուտ օգտագործի կամ էլ բանարա։ Բայց այդ բան չանելով տարբեր խոստումների հիման վրա գնում ես մի ուրիշ երկրի հետ, որտեղ տնտեսության իրոք տնտեսության հետ կապված եկա լուրջ որ ասման ներդրումներ ունի։ Ժողովրդի մի մասը հայ ազգի մեծամասնությունը իր առևտուրն է, թե ինչ է այդ որ այդ աշխատելն է, այդ բաները, այդ ապրելի հետ որ ասում, սա այդ երկրի հետ է ուրիշ բան կա, ես եմ դրա մասին մտածում, կամ ես եմ դրա մասին խոսում, այն էկոնոմիկայի նախարար ունես, այն մի հատ էլ հոգնած կանդել, չի տեղյակ էլ չէ էկոնոմիկան ուր, նա ուր, գնում է ոչխար մամայից է խոսում, ոչխար մամա, ատես բան են խոսում, ոչխար մամա կյանքում ով կա լսած, ոչխար մաման 5 հատ ձակ է բերել, հա, բա մեր մատ էլ ոչխար, այն որ մեր գործընկերներից ով էր ասում, լավա չասեց ոչխար տատիկը, ոչխար ես մեկը, էկոնոմիկայի նախարարը տեսեք ինչի մասին է խոսում կամ ինչով է բանանում։ Դուք պատկերացնում եք ժողովուրդ ինչ իրավիճակում եք մեկ։ Հիմա այսքանը ինչի համար եմ ասում, այսքանը ասելով, խոսելով մեկ գալու ենք էլի ընտրությունների, որևէ ընտրություններն է մեր առաջ։ Այդ ընտրությունները ժողովուրդ մեր ընտրությունն է։ Հենց մենք ենք ընտրելու մեր ապագան։ Հիմի ոնց որ ուզում եք դուք ձեր որոշումը կայացրեք, վաղվա օրը չգնաք մանգակ մեղավորը ով է, կամ էլ նորից որ ինչ որ իրավիճակում հայտեք, ասեք, բա խափեցին, բա ես մեկը ուսա, ճակատագրական ժամանակները, ամեն մեկը գիտակցաբար որոշումները կայացրեք, գնալու է թե ընտրությունները, թե ինչա, առաջի հարցը ներկայ իշխանությունից ազատվելն է, ուրիշ ոչ մի բան չեմ կարող ասեմ։